Սիրելիներս ողջույն բոլորին եւ բարի գալուստ իմալիք։ Այսօր ուզում եմ միասին պատրաստենք իմ ամենասիրելի խմորեղեններից մեկը, էկլերը, որը շատ համեղ է, շատ արագ է պատրաստվում ու նաեւ շատ հեշտ է։ Սա ինձ թվում է բոլոր ընտանիքներում տոնական սեղանների զարդն է, որովհետեւ ինքը իր տեսքով արդեն շատ շքեղ է ու մեր ափսեներին շքեղություն է հաղորդում, մեր սեղաններին նույնպես։ Այնպես որ եկեք սկսենք միասին պատրաստել։ Էկլերի խմորը եփովի խմոր է, որի համար մեզ անհրաժեշտ է եղման ջերմաստիճանի հասցնել ջուրը, որի մեջ կհալվեն կարագի կտորները։ Ես այստեղ արդեն կարագը լցրել եմ։ Այս ընթացքում կարող ենք ավելացնել նաև մի փոքր աղ։ Ու սպասում ենք այնքան, մինչև ջուրը եռա ու կարագը հալվի։ Ջուրը համարյա հասել է եղման ջերմաստիճանի, կարագը ամբողջությամբ հալվել է, չենք թողում, որ շատ եռա, որպեսզի ջուրը չգոլորշիանա, ու ավելացնում ենք ալյուրը։ Արագ-արագ խառնում ենք, որպեսզի գնդերի չվերածվի։ Լավ խառնում ենք, այնքան մինչև ալյուրը ամբողջությամբ ներծծվի խմորի մեջ եւ դեռ շարունակելու ենք խառնել մոտավորապես 5 րոպե, որպեսզի խմորը լավ եփվի, բայց չենք թողնում բնականաբար չորանա, այսպես ուղղակի խառնելով եփում ենք։ Նման խմորի համար անպայման պետք է ընտրել հաստ տակով կաստրուլյա, որպեսզի խմորը չկպնի, չվառվի, հանգիստ կարողանաք աշխատել։ Այսպես խառնելով, սեղմելով, որ հանկարծ ալյուրի գնդիկներ չմնան, լավ խառնում ենք։ Մոտավորապես 5 րոպե, ինչպես արդեն ասեցի։ Խմորն արդեն եփվել է, ես հիմա այն տեղափոխում եմ հարիչի ամանի մեջ։ Մի 5-10 րոպե թողում եմ այստեղ, որպեսզի սառի, հետո արդեն հարիչի օգնությամբ խառնելու եմ ու ավելացնելու եմ ձվերը։ Խմորը լավ սառել է, հիմա հարիչը միացնում եմ ու հատիկ-հատիկ ավելացնում ձուն։ Հարում ենք այնքան, մինչև խմորը դառնա միասեռ զանգված, իսկ վերջում արդեն ցույց կտամ, թե ինչ խտությամբ պետք է լինի խմորը, որպեսզի ստացվեն իդեալական էկլերներ։ Ձուն ամբողջությամբ հարել եմ արդեն, ուրեմն այստեղ իմ բաղադրատոմսի մեջ մեկ չափաբաժնի համար անհրաժեշտ է 5 հատ ձու, բայց միշտ այդպես չի, միշտ չի որ այդպես է լինում, որովհետև դա պայմանավորված է ալյուրի խտությունից, կարագի յուղայնությունից կամ ձվի մեծությունից։ Ես միշտ խմորի տեսքից եմ հասկանում, հերիք է 5 ձուն, թե էլի պետք է ավելացնեմ։ Օրինակ երբեմն եղել է, որ 8 ձու եմ ավելացրել, որովհետև ձվերը փոքր են եղել, կամ ասենք ալյուրը խոնավություն չի ունեցել, կամ կարագը, չգիտեմ, գուցե շատ յուղոտ չի եղել, մի խոսքով։ Դրա համար ես հիմնականում այսպես եմ հասկանում։ Եթե 5 ձուն ավելացրել եմ, այսպես հարիչի թաթիկի օգնությամբ կամ գդալով, այսպես խմորը բարձրացնում եմ։ Եթե ինքը շատ դանդաղ ծորում է ու այսպես պոկվում, կտուցի նման այսպիսի երկար բան է առաջանում, տեսեք, ինքը դանդաղ պոկվում է, սահում, իջնում, տեսեք, այսինքն չի ծորում խմորը ու այնքան էլ պինդ չի, որ ես չկարողանամ վերցնել, ես կարողանում եմ մի քիչ վերցնել ու ինքը հոսելով, կտրվելով իջնում է։ Դա նշանակում է, որ խմորը իդեալական վիճակում է, այսինքն խտությունը հենց այդպես եմ հասկանում։ Հիմա թաթիկը մաքրեմ ու սկսենք արդեն տապակի մեջ տեղավորել։ Ուրեմն խմորը լցնում եմ այսպիսի խոհարարական պարկի մեջ, որտեղ դրել եմ նասատկան, երևում է, չէ։ Հիմա լցնենք պարկի մեջ ու արդեն անցնենք ձևավորելուն էկլերները։ Օգտագործելու եմ յուղաթուղթ, տապակի վրա արդեն փռել եմ յուղաթուղթ։ Յուղաթուղթը մի քիչ տրորում եմ, որ ինքը լավ մնա։ Ոյ։ Սկզբում կանենք երկար, կշարենք երկար էկլերներ Ռաֆայելի պատվերով։ Հետո արդեն կլոր։ Ինձ ճիշտ ասած կլորը ավելի շատ է դուր գալիս, ինքը սեղանի վրա ինձ համար այդպես է, ավելի ճոխ է, այսպես ասած երևում, բայց այդ երկարներն էլ հարմար է ուղղակի ուտելը։ Так, սրան ուշադրի, լավ, սա վերցնեմ։ Մի հատ այստեղ այսպես փոքրիկ գնդիկներ դնեմ, որ խմորը մնա, փոքր։ Սկսում ենք շարել։
Երկարությունը, հաստությունը մենք ինքներս ենք որոշում, եթե լավ զեղնում ես ու դանդաղ է ստանում, ինքը հաստ է ստացվում, եթե արագ է ստանում ու քիչ զեղմելով, բարակ է ստացվում, դա մենք ինքներս ենք որոշում, ինչպես ենք ուզում։ Թխելու ենք մոտավորապես 40 րոպե, այս բարակները կթխվեն 40 րոպեում, հաստերը կլորները մի քիչ ավելի երկար։ Ուրեմն ծայրերը ինքներս կարող ենք հարթեցնել, կարող ենք չհարթեցնել, ես օրինակ չեմ հարթեցնում, բայց հարթեցնելու տարբերակ եմ ցույց տալի, դանակը թրջում եմ սովորական սառը ջրով ու այսպես սահեցնելով խմորի վրա եզրերը հարթեցնում ենք, սրանց ձեռք չեմ տալի, թող լինեն այնպես, ինչպես որ իրենք իրականում կան, կարող եք անել այսպիսի ձևավոր նասատկայով, կարող եք ուղղակի առանց նասատկայի տոպրակի ծայրը կտրել ու այդպես ուղիղ երկար գլանակներ դուրս կգան, առանց այսպիսի նախշերի ու զորների, դա ձեր ցանկությունն է, ով ինչպես ուզում է։ Ես ուզում եմ այս նույն տապակի վրա նաև կլորները շարել, հետո արդեն մնացածը ինքս կանեմ։ Կլորները էլի այս նույն նասատկայով, ուղղակի արդեն շրջանաձև պտույտներով եմ շարում տապակի վրա, մարդիկ կան գդալով են խմորը դնում, ես ճիշտ ասած ոչ մի անգամ այդպես չեմ փորձել, չգիտեմ ինձ մոտ լավ կստացվի թե չէ, այսպես ինձ շատ դուր է գալիս, ես ջեռոցը արդեն միացրել եմ 180 աստիճանի տակ, ինքը տաքանում է, սրանք երևի մոտավորապես մի ժամ կթխվեն, կլորների մասին է խոսքը, երկարներն ինչպես արդեն ասեցի, մոտավորապես 40 րոպեից պատրաստ կլինի։ Քառասուն րոպե հետո ունենք այսպիսի գեղեցկություններ, տեսեք ինչ լավ ա եղել, որը որ երկարը ավելի սիրուն է, տեսեք, սրանք ինձ ավելի շատ են դուր գալիս, օրինակ սա, այս կարճերը էլի ոչինչ, վատը չեն, բայց երկարները դե ավելի սիրուն են, սա օրինակ։ Մեծերը թխվեցին ուղիղ մի ժամում, իսկ փոքրերը, այս սրանք 40 րոպեից հանել եմ, իրենք շատ լավ թխվել են, կարմրել են, շատ լավ է ստացվել, հիմա տեսեք ինչ Այս ամենամեծերը ավելի սիրուն են, ես օրինակ սիրում եմ, իրենց ուտելը մի քիչ անհարմար է, ոյ տաքեր, իրենց ուտելը մի քիչ անհարմար է, բայց սեղանի վրա իրենք շատ գեղեցիկ են նայվում, կրեմով, վերևից էլ շաքարի փոշի, իդեալ է, հիմա սրանք կդնեմ մի կողմի վրա թող լավ սառեն, սրանք արդեն լավ սառել են այս բարակները, մինչև սրանք է սառան, ես այդ ընթացքում կրեմը կպատրաստեմ, չնայած կրեմն էլ դեռ պետք է սառի, որ նոր կարողանամ լցնել։ Հիմա միասին պատրաստում ենք կրեմ էկլերի համար։ Ես միշտ էկլերի համար օգտագործում եմ եփովի կրեմ, դա ինձ ամենաշատն է դուր գալիս էկլերի դեպքում։ Երբեմն եփովի կրեմին ավելացնում եմ նաև կաթնաշոռային պանիր, դա էլ ավելի է համեղացնում կրեմը, համով սարքում։ Այս անգամ երևի էլի կավելացնեմ, չգիտեմ դեռ ավարտը ոնց կլինի, բայց ամեն դեպքում առայժմ պետք է պատրաստել կրեմը։ Ուրեմն եփովի զանգվածն ենք պատրաստում, այստեղ ես, քանի որ մեր էկլերները 1.5 չափաբաժնով են պատրաստված, այստեղ ես օգտագործել եմ 3 ձու, իսկ 1 չափաբաժնի համար սովորաբար 2 ձու եմ օգտագործում։ Ուրեմն 3 ձու, Արման հեռու։ Հիմա ավելացնում եմ շաքարավազը եւ ավելացնում եմ կամ ալյուր, կամ օսլա։ Այս անգամ ես ալյուր եմ ավելացնում։ Սա լավ խառնում ենք, այնպես որ դառնա միասեռ զանգված։ Հիմա ավելացնում եմ կաթ, ոմանք ավելացնում են ջուր, ես սիրում եմ անպայման կաթով ու անպայման սառը, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Էլի այսպես խառնում եմ աստիճանաբար։ Դարձնում համասեռ զանգված, նորից ավելացնում մնացած կաթը, նորից խառնում, դարձնում համասեռ զանգված ու այդպես շարունակ։ Խառնուրդը լցնում եմ կաթսայի մեջ, տեսեք տակը այստեղ ինքը նստվածք ունի, ես հիմա մի հատ լավ մաքրեմ և մարմանդ կրակի վրա անդադ խառնելով եփում ենք այնքան, մինչև դառնա պինդ զանգված, պետք է որ զանգվածը լինի այդպես ջեմի խտության, անդադ խառնելով, շրջանաձև, կողքերից հավաքելով, անպայման այդպես ենք խառնում, որպեսզի տակը չկպնի ու օգտագործեք ճիշտ ծածկույթով կաթսա, հաստ տակով անպայման,
որովհետև եթե բարակ լինի, միանգամից հնարավոր է որ վառվի կրեմը, իսկ եթե վառվեց, արդեն վերջ։ Համ համն է փոխվում, համ տեսքը արդեն գեղեցիկ չի լինում։ Այսպես անընդհատ խառնելով։ Կրեմն արդեն բավականին խտացել է, հիմա պետք է արագ-արագ խառնենք, որ գնդերի չվերածվի, իսկ ինչքան գունդել որ արդեն կա, դրանք ամբողջը բացվի։ Գնդերը էտի վատար։ Հա։ Էդ ինչ են անում։ Էդ ինչ են անում։ Տեսեք, արդեն բավականին խտացել է, մի քիչ էլ խառնում եմ ու արդեն վերջ։ Արդեն զանգվածը պատրաստ է լինելու։ Վերջ, ես անջատեցի, տեսեք ինչ լավ է ստացվել։ Հիմա կդատարկեմ մեկ այլ ամանի մեջ, որպեսզի արագ սառի, որ կարողանամ արդեն կարագին խառնել։ Կրեմի մակերեսը ծածկում եմ սննդային թաղանթով կամ տոպրակով ու թողնում մինչև սառի ու դառնա սենյակային ջերմաստիճանի։ Էկլերի կրեմի համար մեզ անհրաժեշտ է լավ հարել կարագը։ Կարագը լավ հարելուց հետո ես այս փուլում ավելացնում եմ կաթնաշոռային պանիր, դուք կարող եք չավելացնել, ես ուղղակի շատ եմ սիրում կաթնաշոռային պանիրով եփովի կրեմը, դրա համար այս անգամ որոշել եմ ավելացնել։ Դուք կարագը հարվելուց հետո կարող եք ավելացնել միանգամից եփովի զանգվածը, եփված զանգվածը։ Ես ավելացնում եմ պանիրը ու էլի լավ խառնում։ Այս փուլում շատ կարևոր է ջերմաստիճանին հետևելը, ես չհետևեցի ու իմ կրեմը բժորվեց։ Դրա համար ես ամեն դեպքում ռիսկ կանեմ ու կլցնեմ եփովի կրեմը, թե չվերականգնվի, արդեն կմտածեմ ինչ անել։ Եփված զանգվածի շնորհիվ իմ կրեմը վերականգնվեց, տեսեք ոչ մի հատիկ չկա կրեմի մեջ, որովհետև եփված զանգվածը սառը չէր, ինքը սենյակային ջերմաստիճանից նույնիսկ մի քիչ ավելի տաք էր, դրա համար օգնեց որպեսզի կարագը հալվի։ Հիմա սկսենք արդեն լցոնել մեր էկլերները։ Ես երկար մտածելուց փնտրտուքներից հետո հասկացա, որ սա ամենալավ տարբերակն է։ Բացում եմ էկլերը ու նասակայով լցնում մեջը։ Դանակով բացում եմ էկլերը։ Խոթդոգի նման։ Հա, խոթդոգի նման։ Ու նասակայի օգնությամբ կրեմը լցնում էկլերի մեջ։ Մեջը սոսիսկան իսկ էտի հացը։ Հա։ Մեծերի մեջ էլ եմ կրեմը կտրելով լցնում, այսպես երկու մասի եմ բաժանում։ Ու կրեմը լավ այսպես երկու թեյի գթալ լցնում եմ մեջը։ Այլ այսպես երկու մասի եմ բաժանում, մինչև վերջ չեմ կտրում։ Այս մեկն էլ ցույց տամ։ Մարդկա օրինակ ներքևից է շպրիցով լցնում, մարդկա կողքերից ծակելով է լցնում։ Ես մի երկու անգամ այդպես փորձել եմ, բայց ինձ այդ տարբերակը դուր չի գալիս, որովհետև ինձ մոտ տպավորություն է, որ ինքը դատարկ է մնում։ Ես չեմ տեսնում ինչքան կրեմ կա իր մեջ։ Դրա համար ինձ համար այդ տարբերակը մի քիչ բան է, անհասկանալի է։ Ես ուզում եմ, որ ես տեսնեմ ինչքան կրեմ եմ լցնում էկլերի մեջ։ Ինչպես արդեն ասեցի, ինձ շատ դուր է գալիս, երբ որ էկլերը այսպես մեծ է լինում, սեղանի վրա ինքը ինձ համար շատ ճոխ է երևում։ Դե ինձ սիրելիներս, կարծում եմ դուք էլ համոզվեցիք, որ շատ արագ ու հեշտ պատրաստվող խմորեղեն է, այնպես որ հանգիստ կարող եք սկսել։ Իսկ ես այս պահին սուրճ եմ պատրաստում, մի հատ սրճենք ու անցնենք մեր գործերին։ Իսկ դες ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ալիքին միանալու համար, տեսանյութերը դիտելու համար, դրական անչափ դրական էներգիայով մեկնաբանություններ գրելու համար եւ ուզում եմ ասել, բոլորիդ շատ-շատ սիրում եմ, համբուրում եմ, լավ մնա։